մի ամսվա մեջ տասնյակ կենտրոններ եմ գնացել, երևի ստանում եմ օրական մինչև 120 մեսիջ, բացի այդ 20%-ի այսպես առաջարկներ դիտողություններից 80%-ը շնորհակալություն է, շատ դեպքերում անգամ իրենք զարմանում են, որ սա հնարավոր էր։ Ես ձեր նշած ոչ տրամադրություններն եմ տեսել, լսել եւ արձանագրել, դրա համար հարցին էլ չեմ պատասխանի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե մարդիկ դժգոհում են, որ ապահովագրության շրջանակներում քիչ ծառայություններ են ընդգրկված։ Ազատությունն էլ հետաքրքրվեց, տարիներ շարունակ պետպատվերի ծառայություններից օգտվող բուժառուները տարվա կեսից հիվանդանոցներում լսել են պետպատվերն ավարտվել է արտահայտությունը։ Պետական ապահովագրության դեպքում սա բացառում է։ Ավանեսյանն ասաց, հերթագրումները նորմալ են ու այս դեպքում էլ կլինեն բուժառուներ, որոնք կհերթագրվեն, բայց ոչ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները։ Այսինքն 2025 թիվն էլ ուզում եմ հստակ արձանագրենք, որ պետական պատվերի շրջանակներում ով որ կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը, որոշ ծառայությունների մասով մինչև 1 ամիս հերթագրման սկզբունքով։ Առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հաշվարկներով այս տարվա 2-3 եռամսյակում բուժառուն նորից կլսի գումարի պակասորդ կա, ձեզ հերթագրում ենք նախադասությունները։ Իսկ օրենքով հերթագրման սպասման ժամկետը հիշեցրեց 1-ից մինչև 6 ամիս է։ Բյուջեն հաստատված է 2026 թվականի 220 միլիարդ դրամ, որից 20 միլիարդի կարգին չի վերաբերվում բժշկական օգնության ծառայություններին, մոտ 200 միլիարդ։ Տարվա կտրվածքով ապահովագրավճար կհավաքվի աշխատող մարդկանցի, ըստ նախնական տվյալների մոտավորապես 54-ից 56 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Լավ, 56 չի բավարարի այս տեմպերով, իմ շատ կոշտ վերլուծություն մինչև 50-60 միլիարդի պակասորդ է լինել։ Կսկսի զգացնել մարտ-ապրիլ ամիսների։ Աշխատող քաղաքացին, որի տարբերություն մյուս խմբերի ինքն է վճարելու պարտադիր ապահովագրության դիմաց, պոլիկլինիկայից հիվանդանոց հասնելու համար 3 օրից մինչև 3 շաբաթ կարող է կորցնել։ Ստացվում է, որ այդ բոլոր օրերի համար աշխատող քաղաքացին պետք է աշխատանքից բացակայի։ Նախարարը պնդեց, եվրոպական երկրներում այդ հերթագրումներն ավելի երկար են տևում։ Եթե վերցնեք 3 օրում մասնագետի հասանելիությունը եվրոպական երկրներում ապահովագրության շրջանակներում մասնագետի հասանելիության, շատ կզարմանաք, թե 3 օրը դա իսկապես հիանալի ցուցանիշ է այսօրվա առողջապահական համակարգերի համար։ Առողջապահական պետական ապահովագրությամբ պետությունը վճարում է նաև մի խումբ դեղերի համար։ Լրագրողները հետաքրքրվեցին, հաճախ մարդն այդ դեղերը ստանալու համար ստիպված է լինում մի քանի դեղատուն անցնել։ Դա էլ է նորմալ, հակադրեց Ավանեսյանը։ Առաջին ամիսն է, որ մեր դեղագործական ընկերությունները սկսել են այսպիսի մեծ ծավալով բաց թողումներ անել։ Իրենց մոտ էլ դեռ կուտակված վիճակագրական եւ այսպես տվյալներ չկան, թե ինչքան է իրենց սպառումը ամսական դեղորայքի լինելու, որ ճիշտ չափականակներով դեֆեկտուրա լրացնեն, իրենց պաշարները համալրվեն։ 1-2 ամսից նրանք էլ արդեն հասկանալով, որ միջին շարժը ինչքան է լինելու, վստահաբար կգան նրան, որ դեղատները մեծամասամբ կունենան ամբողջական նոմենկլատուրան։ Անկամ եթե բուժառուն ապահովագրության շրջանակներում իր բուժման համար ոչինչ չի մուծում, լինում են դեպքեր, երբ ստիպված վճարովի հիվանդասենյակի համար է վճարում։ Լրագրողի այս հարցին ի պատասխան նախարարն ասաց, կլինեն հիվանդանոցներ, որտեղ կսպառվեն անվճար հիվանդասենյակները, բայց այնտեղ էլ շատ հստակ տարանջատված են։ Այո, քաղաքացի պիտի հավելյալ դրա վրա համար վճարի։ Եթե չի ուզում վճարի, ուրեմն պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, այդ մահճակալները հասանելի են։ Նախարարը չընդունեց նաև պնդումները, թե հատկապես վիրաբույժներն իրենց վիրահատությունների դիմաց պետական ապահովագրությունից չնչին փոխհատուցումներ են ստանում։ Ուղիղ հակառակը, ասաց, բայց ընդունեց կարիք կա նորից բարձրացնելու պոլիկլինիկաների, թերապևտների ու մանկաբույժների աշխատավարձները։ Նեղ մասնագետների աշխատավարձն էլ կբարձրանա հստակ մեխանիզմով։ Հարգելի նեղ մասնագետներ, դուք ամեն խորհրդատվությունը իրականացնելու դիմաց վճար եք ստանալու։ 2000 դրամ խորհրդատվության գումար չունենք, մենք ունենք 3000 դրամ, եթե խորհրդատվությունը տվյալ պոլիկլինիկայում իրականացվում, որովհետև այստեղ էլ պիտի հաշվենք։ Ֆինանսավորում ենք per capita, այսինքն այն 3000 դրամը, որը պիտի գնար վարչական ծախսերին, իրականացումը per capita-յով։
6000 դրամ, եթե խորհրդատվությունը իրականացվում է ոչ կոնկրետ տվյալ քո կցագրված պոլիկլինիկայում, եւ իհարկե հնարավորություն ունենք այնտեղ նաեւ այլ ծառայություններ կան, որոնք հիմա այսպես շատ անունները չշփոթելու համար չեմ ներկայացնի, բայց կարող ենք ցանկից ձեզ տրամադրել։